iVinil։
Ողջույն սիրելի ռադիո լսողներ, եթերում Հայվինին հաղորդաշարն է եւ ասեմ, որ լսում էինք Հավքունք Վրծովուն ստեղծագործությունը կայթ նվագախմբի կատարմամբ։ Ես էլ իմ կողմից ողջունեմ բոլորին, հուսով եմ լավ եք, բարձր տրամադրությամբ եւ այսօրվա համար մի հատ շատ հիանալի եթեր ենք պատրաստել Անահետի հետ միասին իհարկե։ Քանի որ այսօրվա մեր զրույցը եւ հաղորդումը ամբողջությամբ կառուցված է հայորդի բարեգործական հիմնադրամի շուրջ, առաջարկում եմ միանգամից սկսենք մեր զրույցը եւ ներկայացնենք մեր հյուրին։ Այո, այսօր կզրուցենք հայորդի բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի հետ։ Ողջույն Վաչե։ Ողջույն, սիրելի ընկերներ։ Ողջույն Վաչե ջան։ Հույս ունենք լավ ես եւ այս խառը նոր տարվա պատրաստությունների մեջ դեռ չես կորցրել քեզ։ Լավ եմ, փառք Աստծո, եւ փորձում ենք ձեր եւ շատ այլ մարդկանց օգնությամբ իրականություն դարձնենք մեր ամանորյա ծրագրերը, որոնք որ շատ են եւ հիմա ամենահետաքրքիր ու ամենակարևոր փուլում ենք այս ամանորյա ծրագրերի։ Վաչե ջան, թույլ տուր առաջին հերթին բոլորիս անունից քեզ եւ ձեր թիմին շնորհակալություն հայտնել, քանի որ դուք անդրադառնում եք ամենախոցելի խմբին, չարաբաստիկ դեպքերից զոհված մեր հայրենակիցների երեխաներին, եւ սկզբից նախ մեզ հետաքրքրում է ձեր հիմնադրամի ստեղծման պատմությունը, կխնդրենք, որ պատմեք ինչպես եւ ինչու։ Հասկացա։ Շնորհակալ եմ Անահիտ ջան։ Ինչպես եւ ինչու հայորդի ճանապարհը սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին եւ պատերազմի ավարտով, այսինքն նոյեմբերի 10-ին ես որոշում կայացրեցի տեղափոխվել Արցախ եւ այնտեղ բնակվել եւ հենց այդ որոշումն էլ շատ ճակատագրական էր եւ ինձ եւ հետագայում արդեն հարյուրավոր զոհված հայրենիների երեխաների համար եւ այնտեղ հաստատվելով ապրելով հիմք դրվեց ի սկզբանե հայորդի նախաձեռնությանը, որը որ հետագայում ծավալվեց, մեծացավ եւ դարձավ հայորդի բարեգործական հիմնադրամ։ Իհարկե մենք Արցախում հիմնեցինք տարբեր կենտրոններ աջակցման, շատ տարբեր էին ուղղությունները եւ Արցախի վերջնական կորուստով 23 թվականին արդեն վերջնական հաստատվեցինք Հայաստանում եւ հայորդին մեկ այլ փուլ մտավ, որտեղ որ արդեն շատ ավելի երեխաների պետք է օգնեինք ու փորձեինք անել առավելագույնը, որպեսզի պատերազմի հետևանքով ստացած ցավերը, այսպես ասեմ, կարողանանք բուժել։ Այս պահին հայորդին ունի շատ տարբեր ծրագրեր եւ բոլոր ծրագրերի հիմքում զոհված հայորդիների երեխաներն են, ովքեր որ ունեն ամենատարբեր խնդիրները, սոցիալական, հոգեբանական, շատ տարբեր խնդիրներ։ Մենք մի քանի ուղղություններով ենք աշխատում, Երևանում ունենք աջակցման կենտրոն, համալիր աջակցության կենտրոն, որտեղ որ 3-ից 7 տարեկան երեխաները համալիր աջակցություն են ստանում տարբեր մասնագետների օգնությամբ, նաև հաճախում են կավաթերապիայի, ձիավարության, ձիաթերապիայի, այլ կերպ ասած, հիդրոթերապիայի, այսինքն թերապիաների համալիր աջակցության, այսպես ասեմ, փաթեթ ենք մենք իրենց տրամադրում։ Մեկ այլ ծրագրով օգնում ենք այն երեխաներին, ովքեր որ իրենց հոր զոհվելուց հետո են ծնվել, ունենք ամենամեծ ճամբարը Հայաստանում գործող եւ միակ ճամբարը կորուստ ունեցող երեխաների համար ծրագրերը շատ են եւ անվերջ ու անդադար դրանք գործում են, շատանում են, ընդհանուր շահառուների թիվը 1500-ից ավելն է։ Հայաստանի գրեթե բոլոր համայնքներից կան երեխաներ եւ հայորդին այս պահին Հայաստանում գործող միակ եւ ամենամեծ հիմնադրամն է, որը որ կոնկրետ, այսպես ասեմ, ճակերտավոր մասնագիտացած է եւ օգնում է այն երեխաներին, ովքեր որ պատերազմի հետևանքով ունեն կորուստներ։ Այս պահին մենք իհարկե աշխատում ենք մեր ամենալուսավոր, ամենագեղեցիկ ու ամենահեքիաթային ծրագրերի համար, դրանք ամանորյա ծրագրերն են, որոնք որ մեր երեխաներին հնարավորություն են ընձեռում ստանալ նվերներ ու նաև հավատալ այդ ամանորի հրաշքին, որը որ ցավոք սրտի իրենց հոր կորստով իրենց կյանքից ինչ որ չափով կորել ու վերացել է։ Վաչե ջան, շատ շնորհակալություն ձեր պատասխանի համար։
ու ոնց դուք նշեցիք, փաստորեն ստացվում է, որ մինչ ձեզ միայն երեխաներով զբաղվող հիմնադրամ չկար։ Մինչ 44-օրյա պատերազմը չկար այդպիսի կարիք, որպիսի առաջանա որևէ նախաձեռնություն կամ հիմնադրամ, որը որ կզբաղվի հստակ կորուստ ունեցող երեխաների խնդիրներով, հարցերով եւ հենց 44-օրյա պատերազմը, այսինքն զոհերի թվի շատացումը բերեց այդպիսի կարիքի, որը որ հետագայում կրկնապատկվեց եւ եռապատկվեց, կարելի ասել այդ կարիքը, որտեղ 22 թվականի ջերմուկի Վարդենիսի ագրեսիայի հետևանքով զոհված անձանց երեխաները դարձան հիմնադրամի շահառու, 23 թվականի սեպտեմբերի 19-20-ի Արցախյան վերջին պատերազմի հետևանքով զոհված անձանց երեխաները եւ այդպես հիմնադրամի, այսպես ասեմ, կարիքները, դժվարությունները շատացան, քանի որ երեխաների թիվը շատացավ։ Իմ կարծիքով մեր հարցի ամբողջական պատասխանը ստացանք։ Առաջարկում եմ գնանք եւս մեկ ստեղծագործություն լսենք եւ վերադառնանք եթեր։ Մենք կլսենք Ինձ Սարեր տարեք ստեղծագործությունը Ռուբեն Եսայանի եւ Աքսել Դավեյանի կողմից։ Գնացինք։ Ինձ սարեր տարեք, ինձ սարում թողեք, ես կուզեմ այնտեղ մնալ, Քամու հետ խոսել, դաշտերի հետ ընկերանալ, Ինձ սարեր տարեք, Ինձ սարում թողեք, Ես կուզեմ այնտեղ լինել, Գիշերվա մթին աստղերին նայել ու քնել, Ինձ այդ սարում խոտացածկ տվեք մի խրճիթ հասարակ, Ես կուզեմ այնտեղ ապրել, Պատուհանից սարերին մեր անվերջ նայել, Ինձ սարեր տարեք, Ինձ սարում թողեք, Որ հավերժ այնտեղ մնամ, ու մի օր էլ ես սարերի քամի կդառնամ,
սարում թողեք Մենք վերադարձանք եթեր, լսում ենք ինձ Սարեր Տարեկ ստեղծագործությունը Ռուբեն Եսայանի եւ Աքսել Դավեյանի կատարմամբ։ Հիմա անցնենք առաջ, մեր հյուրի հետ զրուցենք մի փոքր, եթե կարելի է իհարկե, մի փոքր ապագա ծրագրերի մասին։ Վաչի ջան, ինչ պլաններ ունեք եւ ինչքանով եք հնարավոր համարում դրանց իրագործումը։ Քանի որ հիմա ամանոր է եւ ամանորը երեխաների համար ամենասպասված տոներից մեկն է եւ մենք եւս պատրաստվում ենք ու իհարկե մեր թիրախում խոցերի երեխաներն են եւ ցավոք սրտի նրանցից շատերը անգամ չեն էլ հավատում կամ սպասում ամանորի հրաշքին։ Այս պահին մենք ունենք շատ մեծ ծրագրերի շարք դեկտեմբերի 20-ից սկսած, որոնց նպատակն է ամանորի հրաշք, այսպես ասեմ, նվիրել զոհված հայրենիների երեխաներին ամենատարբեր միջոցառումների տեսքով եւ հենց այդ միջոցառումների հիմքում շատ սովորական հայրենակիցներն են, ովքեր որ ուղղակի միանում են դառնալով մեկ երեխայի ծմեր պապ, այսինքն մեկ հայրենակից հոգատար եւ մեկ զոհված հայրենի երեխա։ Սա ինձ համար ամենալավագույն ծրագրերից մեկն է հայրենի եւ ամենաստացված, այսպես ասեմ, որովհետեւ սրա շնորհիվ հարյուրավոր մարդիկ ամանորից առաջ գործում են բարին եւ փորձում են իսկապես ամանորի հրաշքը եւ իրենց համար եւ երեխաների համար տեսանելի դարձնել ու նաեւ իհարկե բարի գործ են անում հենց այդ երեխաների համար։ Հիմա մենք ամենաակտիվ փուլում ենք, այսպես ասեմ, եւ ամենահետաքրքիր նվերների գնման, փաթեթավորման, այդ աժոտաժի մեջ ենք եւ մեր թիմը առանց որևէ դադարի ամեն օր աշխատում է, որպեսզի առավելագույնը անի, սկսած դիզայնի մշակումից, մինչև տոպրակների նախագծում, պատրաստում, տպագրություն, նվերների ընտրություն, կարիքների գնահատում, երեխաների ցուցակների կարգավորում, հրավերները ուղարկել, շատ հսկայական ու մեծ է աշխատանքը։ Այս տարի նպատակ ունենք ընդհանուր 600-ից ավելի երեխաների տալ ծմեր պապիկի նվերներ եւ ոչ միայն տալ նվերներ, այլ նաեւ հեքիաթային նոր պատկերել, որտեղ նվերները ոչ թե մենք ուղղակի հրավիրում ենք մեր գրասենյակ հանձնում, այլ նախապես շատ երկար մտածում, պլանավորում ենք շատ հետաքրքիր տոնական միջոցառումներ եւ այդ միջոցառումների ընթացքում էլ մատուցում ենք այդ նվերները։ Իսկ հասցնում եք ֆինանսապես, այսինքն ստացվում է իրագործել ձեր պլանավորածը։ Ֆինանսական մասով շատ դժվար է, որովհետև կարիքները շատ են հիմնադրամի եւ հայրենի հիմնադրամի հիմքում, այդ հայրենի ընտանիքի, այսպես ասեմ, հիմքում հայրենակիցներն են մեր եւ մենք չունենք շատ խոշոր աջակիցներ կամ անհատներ, ովքեր որ ունեն մեծ միջոցներ եւ մեզ օգնում են եւ այս ամեն ինչի հիմքում շատ սովորական մարդկանց աջակցություններն են $10, $20, $50, $1000, $500, $5000, բայց այս փոքրիկ գումարների մեջ շատ մեծ զորություն կա, որտեղ դրանք միանալով իրար դառնում են մեծ գումար եւ կարողանում ենք շատ գործ անել։ Իհարկե այս պահին շատ լուրջ ֆինանսական խնդիրներ կան, որտեղ կարիքները շատացել են։ Արցախյան վերջին պատերազմը շատ մեծ հարված էր մեր հիմնադրամի համար, հայրենի համար, որովհետև ընտանիքները Հայաստանում հաստատվելով շատ լուրջ սուղ սոցիալական խնդիրներ ունեն եւ մենք փորձում ենք եւ սոցիալական խնդիրները իրենց թեթևացնել, զուգահեռ եւ երեխաների պատերազմի հետևանքով հասցված տրավմաների հետ աշխատել։ Այսինքն այս ամեն ինչի մասին որ խոսում եմ, դրանք իրենցից ենթադրում են մեծ միջոցներ, ծախսեր եւ դրանց զուգահեռ մեր ֆինանսական միջոցները քիչ են, բայց մենք փորձում ենք անել առավելագույնը եւ այս ամեն ինչի ամենակարևոր եւ շարժիչ ուժը հայրենի թիմն է, մարդիկ ովքեր որ կամավոր անում են առավելագույնը եւ նաեւ ուզում եմ շեշտել, որ հայրենի թիմի մեծ մասը հենց կորուստ ունեցող անձանց ընտանիքներից են, զոհված անձանց կանայք, երեխաները, մայրերը ունենալով այդ կորուստը, զգալով դրա հետևանքները եւ այդ ցավը փորձում են անել առավելագույն այն երեխաների համար, ովքեր որ նույն ցավն են կիսում եւ այդպես ապրումակցելով իսկապես մենք կարողանում ենք հասնել արդյունքի եւ շատ դեպքերում նաեւ հենց իրենք են դառնում ոչ միայն կամավոր, այլ նաեւ նվիրատուներ հիմնադրամի համար։ Ֆինանսական մասով ասեմ, որ ամանորի
հետ կապված միջոցառումների դեպքում մեկ երեխայի նվերը կազմում է 10,000 դրամ, այսինքն դա կարծեմ 25 դոլարն է կամ 22 եվրո երևի թե։ Սա փոքրիկ գումար է, բայց այս փոքրիկ գումարով մենք կարողանում ենք երեխաների համար ամանորյա շատ հետաքրքիր ու տոնական նվեր փաթեթ կազմել, որի մեջ լիքը հետաքրքիր դետալներ ենք ներառում եւ նաեւ կարողանում ենք միջոցառումները կազմակերպել։ Բարի, շատ բարի։ Այդ դեպքում մեր հայրենակիցներին, մեզ լսողներին խորհուրդ կտամ մնալ մեզ հետ եւ լսել թե ինչպես կարող են իրենց հերթին իրենց աջակցությունը ունենալ այս ծրագրին։ Եկեք գնանք լսենք եւս մի ստեղծագործություն եւ վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Առաջարկում եմ լսել Տիգրան Համասյանի կատարմամբ The Curse ստեղծագործությունը։
Վերադարձանք եթեր եւ լսում էինք Տիգրան Համասյանի The Curse ստեղծագործությունը եւ հիշեցնեմ, որ այսօր առիթ ունենք զրուցելու հայորդի բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի հետ։ Վաչե ջան, շարունակենք մեր զրույցը եւ մի բան էի ուզում ասել, որ այս հաղորդմանը պատրաստվելիս ուսումնասիրում էի ձեր հիմնադրամի գործունեությունը ու պիտի ասեմ, որ անհնար էր առանց անասելի սրտի ցավի ու արցունքների հետևելը եւ ինձ հետաքրքիր է ինչպես է կարողանում սթափ մնալ ու այդքան էմոցիաների մեջ չկորել։ Օй, շատ կարևոր եւ շատ դժվար հարց է, իրականում շատ դժվար է։ Շատ դժվար, որովհետեւ անկախ են էմոցիաներից, անկախ են պաթոսային իրավիճակներից, այդ ամեն ինչը մի կողմ դրած, մենք աշխատում ենք մարդկային ճակատագրերի հետ։ Երեխաներ, որոնց որ ուղղակի չի հետաքրքրում թե պատերազմը ինչ է, ու իրենք ուղղակի կարոտում են իրենց օրը եւ այս ամեն ինչը շատ դժվար է եւ շատ դաժան ու շատ անընկալելի, որովհետեւ երեխան ով որ 3, 4, 5 կամ գուցե 10 տարեկան է, ինքը պարտավոր չէ իմանալ պատերազմի մասին եւ պարտավոր էլ չի մտածել դրա մասին, որտեւ ինքը անկախ ամեն ինչից երեխա է եւ իր այսպես ասեմ բնական, տարական ամենափոքրիկ ցանկությունը դա այն է, որ ուղղակի իր հայրի իր կողքին լիներ։ Շատ դժվար է, բայց մեր աշխատանքի հիմքում ոչ միայն նրանց օգներն է, այլ նաև մյուս կողմից մեր հայրենակիցներին ուժ տալը, որ անկախ դժվարություններից, անկախ կորուստներից, անկախ ցավից պետք է անել առավելագույնը այն մարդկանց համար, ովքեր որ ամենաթանկն են կորցրել, որովհետև մարդկային կորուստը դա ամենաթանկ բանն է եւ այդ երեխաները լինելով այդքան փոքր դեռ չունենալով կյանքի փորձ, չունենալով շատ լուրջ խորը ինչ-որ փիլիսոփայական գիտելիքներ կյանքի մասին արդեն բախվել են շատ լուրջ խնդիրների եւ իրենք իսկապես ունեն մեր օգնության կարիք, այսինքն մենք կարող ենք երկու մասի բաժանել, որ մենք օգնում ենք երեխաներին, ովքեր որ կորցրել են ամենաթանկ մարդկանց, հանուն բոլորիս լինելիության եւ երկրորդը մենք նաեւ հնարավորություն ենք տալիս մեր հայրենակիցներին իրենց սրտի ցավը, մտածմունքները հայրենիքի հետ կապված զգացողությունները այդ երեխաների միջոցով սփոփել, ամոքել ու բուժել եւ իսկապես ստացվում է։ Շատ ստացվում է։ Շատ լավ։ Այսինքն ձեզ համար կարելի է ասել, որ ամենօրյա ռեժիմով անցնում եք այդ ամեն ինչի միջով ու ի վերջո տեսնում եք լույսը թունելի վերջում։ Իհարկե տեսնում եմ եւ այդ լույսի այսպես ասեմ ապացուցողական փաստը նա է, որ այն երեխաները, որոնց որ մենք օգնել ենք եւ իրենք արդեն դառնում են պատանի երիտասարդ, այսպես ասեմ 16, 17, 18, 19 տարեկան, այդ երեխաները հետ են վերադառնում հայորդի եւ վերադառնում են շնորհակալության այսպես ասեմ մոտեցումով եւ այդ մոտեցման բանաձևը հայորդի թիմի անդամ դառնալն է, այսինքն այն երեխաները, որոնց որ մենք ժամանակին օգնել ենք, արդեն դառնում են մեր թիմի անդամ, որովհետեւ իրենք եւ սա հենց իրենց խոսքն եմ կրկնում, իրենք միշտ ասում են, որ մենք գիտենք թե ինչքան կարեւոր է հայորդի լինելը մեր նման երեխաների կյանքում եւ մենք ուզում ենք հիմա լինել մեր թիմում, որպեսզի այն երեխաները, ովքեր որ դեռ փոքր են, հնարավորություն ունենանք իրենց օգնել ու մեր փորձով կիսվել, ասել, որ ամեն ինչ լավ կլինի ու պետք է ուղղակի հավատալ դրական ու լավ ապագային։ Դե դուք արդեն վերջակետ դրեցիք, որովհետև դրանից առավել ցույց տալ, որ ձեր արածը արդյունք ունի, հնարավոր չէ, երբ որ երեխաները մեծանում վերադառնում են, շարունակում են աշխատել ձեզ հետ։ Իսկապես խոսքեր չկան։ Այո, ես համամիտեմ եւ Աստված տա, որ այս ամեն ինչը շարունակական լինի։ Սիրելի ռադիո լսողներ, գնանք եւս մի ստեղծագործություն լսենք եւ վերադառնանք եթեր։ Առաջարկում եմ լսել Արնո Բաբաջանյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը Գագիկ Հարությունյանի կատարմամբ։
Լսում ենք Առնո Բաբաջանյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը Գագիկ Հարությունյանի կատարմամբ։ Սենց մի հատ հարց ունեմ, ինչով կարող են Սփյուռքի մեր հայրենակիցները աջակցել ձեզ, այսինքն կան ինչ-որ ծրագրեր, որ կարող են մասնակցել կամ ինչ-որ այլ տարբերակով աջակցություն ցուցաբերել։ Շատ լավ։ Իրականում Հայաստան-Սփյուռք Արցախ կապը կարծում եմ, որ Արցախի վերջնական կորստից հետո խալխլվել է ու շատ մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ նվիրումով օգնել են, այսօր շատ հիասթափված են եւ թևաթափ եղած եւ լիովին հասկանում եմ ու Հայաստանում ծնված մեծացած հետագայում Արցախում ապրող մարդ նաեւ ինչ որ չափով մեղքի զգացում, ասեմ գուցե կամ ինչ որ ամոթ ունեմ ինձ մեջ կուտակված, որ այն մարդիկ, ովքեր որ աշխատելով, հավաքելով գումար, ուղարկել են միշտ նվիրաբերել են, այսօր շատ հարցերում հիասթափվել են, բայց կարող եմ ասել, որ երևի ասեմ, թե ինչու պետք է օգնեն այս պահին առհասարակ հայրենիքին, Հայաստանին եւ ինչպես հետագայում նաեւ օգնեն հայրենիքին։ Կարծում եմ այս պահին հայրենիքը Հայաստանը ունի շատ բաց վերքեր, որոնք որ իսկապես ունեն բուժման, վերանորոգման, վերարժևորման կարիք եւ այդ ամեն ինչում Սփյուռքի դերը շատ մեծ է եւ ոչ միայն ֆինանսական աջակցությամբ, սոցիալական աջակցությամբ, այլ այդ ամուր կապը երբեք չկորցնելով ու ստեղծելով, որովհետեւ դուք էլ նկատած կլինեք, որ այդ կապը Հայաստանի հետ գնալով ավելի է խալխլվում ու թուլանում։ Ինչպես կարող են օգնել հայրենիքին, Սփյուռքում ապրող մարդիկ, միշտ մի քանի տարբերակներ եմ առանձնացնում հայրենիքին օգնելու։ Առաջինը դա ամենապարզն է՝ ֆինանսապես օգնել, աշխարհի ցանկացած կետից իմաստ հարթակի միջոցով կարող են օգնել, որը որ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում գործող միակ հայկական բարեգործական հավելվածն է եւ մենք այնտեղ ներկայացված ենք եւ ամենաակտիվ հիմնադրամներից մեկն ենք, դա ամենահեշտ տարբերակն է ֆինանսապես օգնելը։ Երկրորդը, որը որ ես շատ եմ կարևորում, անձնական կապերով։ Այսինքն Սփյուռքում ապրող, Բելգիայում ապրող ցանկացած հայ կարող է շատ պատմել հայրենիքի մասին, ուսումնասիրել հայրենիքի աշխատանքը հայրենիքի էջերի միջոցով եւ փորձել հասկանալ, թե ինչով կարող է աջակցել։ Գուցե կան մարդիկ, ովքեր որ կարող են ամենատարբեր հարցերով օգնել եւ հենց այդ մարդկանց միջնորդ կարող է լինել այն մարդը, որ բնակվում է Սփյուռքում եւ երրորդ տարբերակը հայրենիքի գործունեությանը ծանոթանալուց, վստահելուց, կապ ստեղծելուց հետո սոցմեդիայում միշտ լինել ակտիվ, որովհետեւ մեդիան գիտեք հիմա ինչ վիճակում է, շատ է ինֆորմացիան եւ հայրենիքի հետ կապված գործունեություն, ինչքան էլ որ մենք փորձում ենք շատ ակտիվ լուսաբանել, շատ դեպքերում չի ստացվում, որտեղ ինֆորմացիան շատ է։ Լավագույն օգնություններից մեկը նաև հենց հայրենիքի մասին շատ պատմելն է։ Ուղղակի պատմել, որ եւ հիշեցնել հասարակությանը, հայրին, որ կան երեխաներ, ովքեր որ ունեն կորուստ եւ մենք անկախ դժվարություններից, անկախ փոփոխություններից պետք է միշտ լինենք այդ երեխաների կողքին, որովհետեւ իրենց հայրերը անկախ ամեն ինչից հանուն մեր բոլորիս լինելիության տվել են իրենց ամենաթանկը կյանքը մեր հայրենիքի համար։ Ինձ թվում է ամեն ինչ պարզ է, շատ շնորհակալություն։ Մենք գնանք առաջ, առաջարկում եմ եւս մեկ ստեղծագործություն լսենք։ Կլսենք Էլվինա Մակարյանի «Ուրեք տղաներ» ստեղծագործությունը եւ կվերադառնանք եթեր։ Ծաղիկ, բայց նաև կապուշ, մահ ու փոթորիկ, սրտում է կարուն է միշտ, սեր ու հայտանք, բայց նաև կավիշտ, ցավ ու ազան, ուրեք տղաներ,
չկան նրանք, որ մարդկանց համար կյանք են զոհել թանկ, ամեն տեղ համբույր ու սեր և բախտուրեր, բայց ամենը այս դուք չեք տեսնի վեր, եք թղաներ, որ ելակ մարդի, ինչու կյանք ուսել, դարձան մահեր ձեր թող, թե մարդի, աչեն թողնի վարվի, մի նոր հրդեհ կրվի, որ ինչ եղավ ձեզ հետ, մեզ հետ էլ կատարվի, աչեն թողնի վարվի, մի նոր հրդեհ կրվի, որ ինչ եղավ ձեզ հետ, մեզ հետ էլ կատարվի. Լսում ենք Էլվինա Մակարյանի «Ուր եք տղաներ» ստեղծագործությունը եւ հիմա վերադարձանք եթեր, շարունակենք մեր հարցազրույցը Վաչեի հետ։ Վաչե ջան, դեկտեմբերի 23-ին 2025 թվականի Բելգիայում եւս տեղի ունենալու միջոցառում, որը նվիրված է հենց հայորդի հիմնադրամին օժանդակելու։ Մի փոքր երևի պատմեմ, ինչպես է սկսել միտքը, լինելով Armenian Youth in Belgium խմբի հիմնադիր անդամներից, գիտեմ էլի փոքր պատմությունը, մեր հիմնադիր անդամներից մեկը, Աննան, կարծեմ ձեր հետ կապ է հաստատել ժամանակին եւ այդ միտքը ծնվել է, մենք էլ մեր ուժի սահմաններում փորձել ենք այստեղ գտնվող բոլոր կազմակերպությունների հետ միասին համախմբենք եւ մի փոքր միջոցառում կազմակերպենք։ Միջոցառումը բաղկացած է երկու մասով։ Առաջին մասը երեխաների համար workshop-եր ենք կազմակերպելու, որպեսզի մի փոքր երեխաներին զբաղեցնենք, եւ երկրորդ մասը ավելի շատ մեծերի համար է, տարբեր երգիչներ, երաժիշտներ հանդես են գալու եւ մի փոքր երեկո ենք ունենալու։ Եվ այսպիսով հարցս մղեմ ձեզ, Վաչե ջան, ոնց ստացվեց, որ կապ հաստատեցինք եւ առաջացավ այս համագործակցությունը։ Իրականում մեծ ողջավորություն եւ հպարտություն եմ ապրել, երբ որ կապվել են ինձ հետ, որովհետեւ ինձ համար անկախ ֆինանսական, այսպես ասեմ, նվիրատվությունից շատ կարեւոր է, որ մեր գաղափարի շուրջ մարդիկ միավորվեն եւ կապ չունի կհավաքվի $1, $10, $100 կամ $1000, դրանից անկախ կարեւոր է, որ գիտես, որ հայրենիքից դուրս ապրում են մարդիկ, ովքեր որ մտածում են հայրենիքի մասին եւ իրենց սրտերը ինչ որ չափով հայրենիքում է եւ անկախ դժվարություններից, որովհետեւ բնական է, որ երկրից դուրս, քո հայրենիքից դուրս ապրելը այդքան էլ հեշտ չի, ինչքան էլ որ հեշտ է թվում, անկախ դժվարություններից փորձում են ինչ որ բան անել հայրենիքի համար։ Ես դա անկեղծորեն շատ եմ կարևորում եւ նաեւ շատ դեպքերում ուզվում եմ ու այս այդ դեպքերից մեկն է եղել, որովհետեւ մենք երբ որ եղել ենք փոքր, շատ ենք տեսել տարբեր մարաթոններ, տարբեր միջոցառումներ, որը որ ուղղված է եղել հայրենիքին, բայց կարծում եմ ես անձնապես երբեք չեմ մտածել, որ կյանքում կգա մի փուլ, որ ես կանեմ որևէ աշխատանք, որին որ կկարողանան օժանդակել նույն սերունդի երիտասարդները, ովքեր որ ապրում են այլ երկրներում։ Ու մեր կյանքը կարելի ասել այնպես դասավորվեց, որ հիմա մենք ենք փորձում օգնել հայրենիքին ու շատ եմ կարևորում, որ Բելգիայի հայ համայնքը, մասնավորապես հայ երիտասարդները այս պահին միավորվել են եւ փորձում են
ինչ որ ուրախ միջոցառման միջոցով, լուսավոր միջոցառման միջոցով սեր, հոգատարություն նվիրել զոհված հայրենիների երեխաներին իսկապես շատ եմ կարևորում եւ հույս ունեմ, որ շատ հայրենակիցներ կմիանան ու կհաջողենք այս միջոցառումը, այս գաղափարը եւ անկախ արդյունքներից թե ինչքան կկարողանանք հավաքել, ամենակարևոր բանը դա ցանկությունն է, որ դուք ունեցել եք եւ փորձել եք կազմակերպել որևէ միջոցառում, որի նպատակը եղել է օգնել հայրենիքին եւ հիմա լավագույն երևի այսպես ասեմ եւ շատ թիրախային հնարավորությունն է, որ ես բոլոր մեր երեխաների անունից, իմ անունից, մեր թիմի անունից շնորհակալություն հայտնեմ բոլոր կազմակերպիչներին, ովքեր որ անկախ դժվարություններից, անկախ հեռավորությունից մտածել, նախաձեռնել եւ արել ու անում են իրենց ուժերի չափով առավելագույնը հայրենիքի համար իսկապես շնորհակալ եմ եւ վստահ եմ, որ ձեր բարությունը կվերադառնա ձեզ եւ ձեր ընտանիքներին եւ նորից երևի ասեմ, որ հույս ունեմ, որ շատ հայրենակիցներ կկարևորեն գաղափարը միջոցառման եւ կգան, կմիանան, կունենան լավ օր, իրենց երեխաները կունենան լավ օր եւ նաեւ դրան զուգահեռ բարին կկատարեն, այն էլ ամանորի նախաշեմին, ամենահեքիաթային, ամենատոնական ու ամենաբարի տոնին ընթառաջ։ Բաչե ջան, կարծում եմ սա ամենափոքրն է, որ բոլորը կարող են անեն ի պատասխան այն մեծահողության, որ մեր մեծ հայրենիներն են կատարել մեր հայրենիքի եւ բոլորիս համար։ Եվ ձեր խոսքերն էլ իհարկե մեծ սիրով կփոխանցեմ բոլոր մասնակիցներին, բոլոր երիտասարդական խմբակներին։ Գնանք եւս մի ստեղծագործություն լսենք եւ վերադառնանք եթեր եւ գուցե կսահմանափակենք մեր զրույցը։ Գնանք լսենք հանրային ռադիոյի կամերային երգչախմբի կատարմամբ հորովել ստեղծագործությունը, ղեկավարում է Հարություն Թոփիկյանը։ Լսում ենք հանրային ռադիոյի կամերային երգչախմբի կատարմամբ հորովել ստեղծագործությունը եւ ղեկավարում էր Հարություն Թոփիկյանը։
Հիշեցնեմ, որ դուք լսում եք Հայ Վինիլ հաղորդումը Բելգահայ ռադիոյի եթերում եւ մենք զրուցում ենք Հայորդի բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի հետ։ Վաչե ջան, եւ վերջում սահմանափակելով մեր հաղորդումը, այսքան շփվելով մեր հայրենակիցների հետ, մեր երեխաների հետ, ովքեր ցավոք սրտի արդեն ծանոթացել են կյանքի դժբախտություններից մի քանիսին եւ գուցե մեծագույններին, գուցե մի քանի բառով մեզ լսողներին եւ մեզ խորհուրդ կտաք, թե ինչպես տարանջատում չդնենք, ով որտեղից է եւ մի փոքր ավելի նրբանկատությամբ վերաբերվենք եւ խոսենք բոլոր իրենց տները ստիպողաբար լքած մեր հայրենակիցների հետ։ Շնորհակալ եմ Անահիտ ջան հարցի համար։ Իրականում մենք չենք կարող իմանալ, թե կյանքը մեզ ուր կտանի եւ գուցե մեկը լքում է հայրենիքը, որովհետեւ ունի առողջական խնդիր, մյուսը սոցիալական խնդիրների պատճառով կամ մյուսը ուղղակի կյանքից անկախ է լքում, մյուսը գիտակցված, շատ տարբեր են մեր պատմությունները, իմ անձնական պատմությունները, ձեր պատմությունները, բայց արցախյան վերջին դեպքերը ապացուցեցին, որ մենք չենք կարող դատել եւ մենք չենք կարող որոշել, թե ով որտեղ բնակվի եւ ես օրինակ շատ եմ փոխել իմ կարծիքը, իմ մտորումները եւ այսօր շատ մարդիկ կան, ովքեր որ ապրում են հենց մեր հայրենիքում, բայց այսպես ասեմ, որևէ կերպ օգտակար չեն լինում այս հողին եւ դրան զուգահեռ կան շատ մարդիկ, ովքեր որ ապրում են Սփյուռքում եւ անում են առավելագույնը հայրենիքի համար, այսինքն այս ամեն ինչի հիմքում կարող ենք դնել, որ տարբերություն չկա, թե մարդիկ մոլորակի որ կետում են ապրում, կարևորը որ լինելով հայ, իրենց աղոթքներում, մտքերում, մտածմունքներում, հոգում, նաեւ եթե հնարավորություն ունեն աշխատանքում միշտ հիշեն հայրենիքը եւ անեն առավելագույնը հայրենիքի համար, որովհետեւ իսկապես մենք որևէ բանից երաշխավորված չենք եւ ես չեմ կարող իմանալ ու երաշխավորել, թե վաղը ուր կլինեմ եւ ինչ իրավիճակում։ Շատ լավ, իսկ հարցից երկրորդ մասը, Վաչե, բնավորաբար մի քիչ երկար էր, որ մի փոքր ավելի նրբանկատությամբ վերաբերվեն, խոսեն իրենց տները լքած մեր հայրենակիցների հետ։ Շատ կարևոր հարց է, Անահիտ ջան։ Առհասարակ իմ աշխատանքը ինձ ցույց է տվել, որ մենք երբեք չենք կարող մարդու արտաքինից դատել, թե ինքը ինչ կորուստներ ունի եւ իհարկե ինձ համար հայորդի աշխատանքում ամենակարևոր կետերից մեկն այն է, որ մենք կորուստ ունեցող ընտանիքներին եւ հասարակության ուզում ենք սովորեցնել, որ անկախ դժվարություններից այն մարդիկ, ովքեր որ ունեն ամենամեծ կորուստները, այսինքն կորցրել են իրենց ծննդավայրը, իրենց բնակարանը, իրենց ամուսնուն, եղբորը, հորը, իրենք ամենաշատը իրավունք ունեն ապրելու, արժանավայել, արժանապատիվ եւ սոցիալապես շատ կայուն միջավայրում եւ տանը եւ այսօր ուզում եմ հպարտորեն արձանագրել, որ դա մեզ մոտ իսկապես ստացվում է, որտեղ մեր աջակիցները օգնելով մեր միջոցով ընտանիքներին բերում են եւ հասցնում են այդ ընտանիքներին մի կետի, որ իրենց նայելով ուղղակի հպարտություն են ապրում ու տեսնում են, որ այս ընտանիքները անկախ դժվարություններից արդեն հագնում են գունավոր գեղեցիկ զգեստներ, փորձում են ժպտալ, ուրախանալ, ապրել եւ սա կարծում եմ, որ հայորդի աշխատանքի ամենակարևոր կետերից մեկն է։ Անկախ դժվարություններից մարդկանց սովորեցնել, պատերազմի ցավին զուգահեռ ապրել, արարել ու նայել առաջ։ Շատ շնորհակալություն Վաչե ջան։ Ցավոք սրտի մեր ժամանակը սահմանափակ է եւ այսպիսով գրեթե ավարտենք մեր հարցազրույցը Վաչեի հետ, ինչ կասես Անահիտ։ Այո, ցավոք սրտի պետք է սահմանափակենք այսօրվա մեր զրույցը, Վաչե ջան, եւս մեկ անգամ անչափ շնորհակալ ենք ձեզ եւ ձեր խմբին եւ անպայման կուզենք եւս մեկ անգամ հանդիպում ունենալ եւ զրուցել ձեզ հետ, ձեր հետագա ավելի մեծ ծրագրերի հետ կապված։ Այո, Վաչե ջան, ինչ մեզ լքելը ցանկանայի մի հատ ձեր
սոցիալական կայքերի մասին Այո, տեղեկացնել, որպեսզի բոլորը, ովքեր մեզ լսում են, իմանան, թե որտեղ կարող են ձեր հետ կապ հաստատել։ շատ լավ։ Ես եմ շնորհակալ այն հնարավորությունը համար, որ ստեղծել եք, որ հայորդի մասին շատ-շատ մարդիկ տեղեկանան, մեր հայրենակիցները Բելգիայում բնակվող տեղեկանան եւ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցներին ուղղակի խնդրում եմ, որ բաց չթողնեն այս կարևոր հնարավորությունը, միանան, մասնակիցը դառնան այս կարևոր միջոցառման եւ զուգահեռ նաեւ օգնեն հայրենիքին։ Սա լավագույն հնարավորությունն է, անկախ դժվարություններից շատ հեշտ տարբերակով օգնել հայորդին։ Ինչպես կարող են հայորդի մասին տեղեկանալ եւ առհասարակ միանալ հայորդի առաքելությանը Facebook-ով հայատար գրելով հայորդի, իսկ Instagram-ով հայորդի Foundation։ Կսպասենք մեր նոր, այսպես ասեմ, հայորդի անդամ մեծ ընտանիքի անդամ ընկերներին, որովհետեւ ովքեր որ մեզ միանում են կիսելով մեր գաղափարը, մենք իրենց համարում ենք մեր ընտանիքի անդամ։ Կսպասենք եւ հույս ունենք, որ այս միջոցառումը շատ նոր հնարավորություններ կբացի շատ զոհված հայորդիների երեխաների համար։ Շնորհակալ եմ, որ այս հնարավորությունը ընձեռել եք, որպեսզի հայորդին ավելի լսելի ու տեսանելի դառնա Սփյուռքի համար։ Մենք էլ ենք շատ շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ, Վաչե ջան։ Տեսություն, լավ մնացեք։ Ես եմ շնորհակալ, Անահիտ ջան, դուք էլ լավ մնացեք։ Եթե ինչ-որ հարցեր լինի ընթացքում, սիրով պատրաստ եմ։ Եթե չհասցնեմ, կհասցնեն, էլի մերոնք արագ ձեզ պատասխան կտան։ Շատ շնորհակալություն ժամանակի համար։ Մերսի Վաչե ջան։ Բահերին։ Այսպիսով գնանք եւս մեկ ստեղծագործություն լսենք եւ կվերադառնանք եթեր։ Կլսենք Տիգրան Մանսուրյանի Լորվա սարերում ստեղծագործությունը։ Գնացինք։
Վերադարձանք եթեր, լսում ենք Տիգրան Մասուրյանի Լորվա սարերում ստեղծագործությունը։ Այսօրվա համար երևի այսքան Անահիտ, չէ՞։ Հերիք է։ Հա, կարծում եմ, որ այսօրվա մեր հաղորդումը շատ կարևոր է իր ձևով, որովհետև ծանոթացանք մի շատ լավ հիմնադրամի, Հայորդի բարեգործական հիմնադրամի հետ, ովքեր հիշացնեմ, որ աշխատում են երևի ամենախոցելի խմբի հետ, Արցախյան պատերազմում զոհված մեր հայրենիների երեխաների հետ, եւ այսօրվա մեր հաղորդման ընթացքում զրուցում էինք Հայորդի բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վաչեի հետ, ովքեր բաց են թողել հաղորդման սկիզբը, կարող են գտնել մեզ սոցիալական էջերում եւ մեր on-line պլատֆորմում եւ լսել հաղորդումը եւս մեկ անգամ։ Ու Լևոն, եթե թույլ կտաս, մի քիչ երկարացնելով խոսքս հիշեցնեմ, որ դեկտեմբերի 23-ին ժամը 4-ին տեղի կունենա երեխաների համար նախատեսված workshop-էր, տարբեր workshop-էր, որի արժեքը 15 եվրո է, եւ նույն օրը ժամը 20:00-ին տեղի կունենա գալա երեկոն, արդեն մեծերի համար նախատեսված, եւ որի արժեքը 35 եվրո է։ Բոլորին կոչ ենք անում մասնակցել միջոցառմանը, որովհետև յուրաքանչյուր գնված տոմսը դառնալու է մեկ նվեր մեկ երեխայի համար։ Այո, իսկապես Անահիտ, եթե մեր հաղորդումը լսում եք մինչ դեկտեմբերի 23-ը, բոլորիդ մեծ սիրով հրավիրում ենք, որպեսզի մասնակցեք այդ միջոցառմանը։ Դե լավ մնացեք, սիրելի հայրենակիցներ, ձեզ ուրախ տոներ ենք մաղթում, եթե մինչ այդ չհանդիպենք։ Եվ վերջում առաջարկում եմ գնանք լսենք մեր վերջի ստեղծագործությունը այսօրվա, որն է Ղազար Օսարյանի Հայաստան սիմֆոնիկ բանոյից Արիան։ Գնացինք եւ բոլորին հաջողություն։ Հաջողություն։
վինիլ։